Անգել Ողջույն սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր գարնանային արևոտ ու ջերմ վլոգը, այսօր շատ լավ եղանակ է տրամադրող, այսօր նաև ինչպես տեսակ Անգելինայիս գարնանային հանդեսն էր, որը նվիրված էր Ծաղկազարդին ու Սուրբ Զատիկին ու երեխեքը շատ սիրուն կազմակերպված իրենց խոսքերը ասեցին, ամեն ինչ շատ սիրուն էին կազմակերպել, դե բնականաբար Անգելինային էլ վերցրեցինք, որովհետև էլ չէր մնա մանկապարտեզում, հիմա մի փոքր էստեղ Անգելինան մանկապարտեզի բակում խաղա, մինչև նինուլիկիս ժամն էլ կա, դպրոցից վերցնեմ ու գնանք, որովհետև 2 օրից Սուրբ Զատիկն է ու ես ուզում եմ մտնել խանութ, մի քանի գնումներ ունենք անելու և սննդային և դեկորատիվ պարագաներ եմ ուզում գնել, որ մեր Սուրբ Զատիկի սեղանը ավելի գեղեցիկ ու տոնական լինի, այնպես որ երեխեքին վերցնենք ու գնանք խանութներով էլ ֆրֆրանք, մեր գնումները անենք, գնանք տուն ու պատրաստվենք Զատիկին։ 1
Թե ինչ սիրունդներս, եկեք միասին նայենք, թե ինչ հետաքրքիր տարբերվող աքսեսուարներ եմ ես ձեռք բերել։ Կհամադրենք մեր տանն ունեցած դեկորացիաների հետ, վստահ եմ, որ շատ սիրուն կնայվեն։ Խնդրում եմ նայեք այս նապաստակներին ինչքան սիրուն են ու տարբերվող, ինչքան նուրբ են իրանք, էլ չեմ ասում այս աղավնիների մասին։ Վստահ եմ, որ շատ սիրուն սեղան ենք պատրաստելու, ապա նայեք այս ճուտիկներին, որոնք ուղղակի հրաշք են։ Երեխեքն էին շատ ուրախացել։ Մի խոսքով, այսպիսին էր իմ այսօրվա գնումները, իսկ հիմա այս ամեն ինչը տեղավորեմ ու անցնենք մեր մյուս գործերին։ Սկսում ենք ձևավորել Սուրբ Զատիկի սեղանը։ Եկեք պատմեմ, թե ինչ խորհուրդ ունեն Զատկի ուտեստները։ Տոնի ժամանակ կաթա պատրաստելը և միմյանց հետ կիսելը խորհրդանշում է Քրիստոսի հարության բերկրանքը, մարդկանց միջև սիրո և միասնության գաղափարը։ Բրինձով և չամիչով փլավը համարվում է տոնական սեղանի զարդը։ Չամիչը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ բրինձը համայն մարդկությանը։ Ձուկը քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է և առաջին դարերում քրիստոնյաները միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Սուրբ Զատկի սեղանի անբաժան մասն է կազմում նաև ներկված ձուն, որը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, նաև նոր կյանքի սկիզբը։ Այն ներկում են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի այրամբ։ Սուրբ Զատիկը Քրիստոսի հարության տոնն է և կարմիր գույնին խորհրդանշում է Քրիստոսի այրումը, որը հեղեղվեց մարդկությունը փրկելու համար։ Զատկի ժամանակ մարդիկ միմյանց ողջունում են Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի խոսքերով։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։